Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ֆաբրիկայի շենքի անմիջապես ներքևում Սվինեց թաղամասի հարևանությամբ է գտնվում կոմբինատի այլևս չշահագործվող պոչամբարը։ Արտադրության ընթացքում առաջացած պոչանքները հիմա լցնում են Ճոճկան գյուղի մոտակայքում գտնվող պոչամբարը։ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայից մոտ 800 մետր երկարությամբ խողովակ է իջնում պոչամբար։ Մեր այցելության ժամանակ խողովակից մեծ քանակությամբ ջուր էր թափվում։ Պոչամբարի տարածքով հոսում ու լցվում Ախթալագետը, որի հունը պոչամբարի հարևանությամբ է անցնում ու թափվում դեպետ գետը։ Ախթալայցի մի բնակիչ, ով իր անվտանգությունից ելնելով չցանկացավ ներկայանալ, Ազատություն ռադիոկայանին ասաց, որ ֆաբրիկայից իջնող խողովակից ջուրը հոսում է հիմնականում երեկոյան ժամերին։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը փոխանցեց, որ այդ խողովակով սելավաջրեր են հոսում։ Մեջբերեն ֆաբրիկայի տարածքում ինչ ջուր հավաքվում է, խողովակով իջնում ու թափվում է գետը։ Նշեմ, որ ոչ մեր այցելության ժամանակ, ոչ էլ անցյալ օրերին Թումանյանի տարածաշրջանում անձրև չէր եկել։ Գագիկ Շահնազարյանը փոխանցեց նաև, որ պոչամբարի տարածքում կոմբինատը ռեկուլտիվացիոն աշխատանքներ է կատարել, տարածքը հողի շերտով են ծածկել։ Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը պոչամբարի տարածքում ռեկուլտիվացիոն աշխատանքները թերի կատարելու համար գրություններ է ուղարկել բնապահպանության նախարարություն ու Լոռու մարզպետարան։ Գագիկ Շահնազարյանը մեծ է զրույցում ասաց սակայն, որ ռեկուլտիվացիոն աշխատանքներն ամբողջությամբ են կատարվում։ Լոռու մարզի պոչամբարները բարձի թողի վիճակում են, ասում է ԵԱՀԿ Ալավերդու օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը։ Տարիներ շարունակ Ախթալայի պոչամբարը եւ մնացած մյուս պոչամբարները անտերության են մատնվել, որի հետևանքով, ասենք, այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե պոչամբարի հատակը ինչ վիճակում է։ Եվ անտերության մատնվելու հետևանքով այսքան տարիների ընթացքում պոչամբարի թունավոր հեղուկը կարող է ներծծվել գրունտային ջրերով, տարածվել շրջակա միջավայրը աղտոտել, տարածվելով թափվում է Ախթալագետ, Ախթալագետի միջոցով աղտոտվում է նաև դեպետ գետը։ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերիկ կենտրոնի մասնագետներն ուսումնասիրել են դեպետ գետի ջրով ոռոգվող այգիների մրգերն ու բանջարեղենը։ Ծանր մետաղների, ցինկի, կապարի, մոլիբդենի ու պղնձի պարունակությունը մրգերի ու բանջարեղենի մեջ գերազանցում է թույլատրելի սահմանային նորման։ Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը Ազատություն ռադիոկայանին հայտնեց, որ այսօր նախարար Արամ Հարությունյանը բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնին հանձնարարել է ուսումնասիրել Ախթալայի պոչամբարի վիճակը։ Ուսումնասիրության արդյունքներն էլ նախարարը ներկայացնելու է կառավարությանը։